բավականին հարցեր են առաջանում եւ դրանց պատասխանները հարց է առաջանում, ինչպես գտնել եւ որ տարիքից ճիշտ կլինի դաստիարակությունը սկսել երեխաների։ Վաղ տարիքից սկսած շատ կարևոր է երեխաների դաստիարակությունը, որովհետև դա պայմանավորված է եւ տարիքային եւ անձնային առանձնահատկություններով պայմանավորված։ Ինչպես նշեցինք, տարիքային վախերը շատ կարևոր են այս իրավիճակում, որովհետև սկսած 1 տարեկանից արդեն ծնողից բաժանման, մայրիկից բաժանման վախն է եւ ինչպիսի մոտեցում ցուցաբերել հարց է առաջանում։ Սա հիմնավորում է այն փաստը, որ սկսած վաղ տարիքից կարևոր է երեխաների դաստիարակությունը։ Շատ հաճախ երեխան տարիքային եւ անձնային առանձնահատկություններով պայմանավորված, խառնվածքով պայմանավորված տարբեր երեխաներ տարբեր կերպ են արձագանքում։ Կան երեխաներ, ովքեր որ ասում են ես այս պահին եմ ուզում սա եւ վերջ, հենց այս պահին պետք է ստանամ։ Իսկ կան երեխաներ, ովքեր որ սպասում են իրենց հերթին։ Օրինակ, եթե առանձնացնենք խառնվածքով պայմանավորված, խոլերիկներն այս պարագայում ասում են ես հենց հիմա եմ ուզում եւ հենց հիմա պետք է լինի։ Իսկ սանգվինիկները կամ ֆլեգմատիկները սպասում են իրենց հերթին։ Այս պարագայում հարց է առաջանում, ինչպես վարվել խոլերիկ խառնվածքով երեխաների հետ։ Շատ կարևոր է նրանց սովորեցնել սահմանները եւ այլընտրանքային իրավիճակներ ստեղծել, ընտրության հնարավորություն տալ։ Մենք պետք է սա ստանանք կամ 20 րոպեից կամ 30 րոպեից, որ ժամանակն է քեզ ավելի նպատակահարմար եւ աստիճանաբար սահմաններ դնելով, ընտրության հնարավորություն տալով այս իրավիճակը հաղթահարում ենք։ Շատ կարևոր է թե ինչ պայմաններում են ընտրել, ինչ իրավիճակում են ընտրել տվյալ դեպքում խմբակը, երեխայի ցանկությամբ է եղել, թե ծնողի որոշմամբ է եղել։ Շատ կարևոր է թե ինչպես ենք մենք դա հիմնավորում։ Եթե երեխայի ցանկությամբ է եղել, հավանական է, որ նա կգնա, իսկ եթե երեխան սկզբում ցանկացել է տվյալ խմբակին հաճախել, սակայն հետո ասում է ես չեմ ցանկանում, պատճառն է կարևոր գտնել։ Կան երեխաներ, որ նախասիրությունները դեռ ակնհայտ չեն։ Շատ կարևոր է վաղ տարիքից սկսած տարբերակել երեխայի նախասիրությունները։ Օրինակ, խոլերիկ խառնվածքով երեխաները շատ հաճախ կարող են սպորտի հաճախել, սպորտը ցանկալի է այս դեպքում, բայց շատ արագ հիասթափվել։ Շատ կարևոր է, որ առանձնացնենք երեխայի նախասիրությունները եւ ըստ դրա առաջնորդվենք։ Իսկ ինչ վերաբերում է պատժին, շատ կարևոր է խրախուսանքի մեթոդները եւ խրախուսանքի մոտեցումները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ում վաղ տարիքից հարգանքով են վերաբերվել, նրանք ավելի ինքնավստահ են լինում ապագայում, սոցիումում ավելի հեշտ են իրենց վերականգնում եւ ավելի հեշտ են դասավորում իրենց անձնական կյանքը, թե կարիերան, տարբեր ոլորտերում ավելի հեշտ են իրենց դրսևորում։ Կարևոր է թե որ իրավիճակներում ենք ոչ ասում եւ որ իրավիճակներում ենք համաձայնում երեխայի հետ։ Եթե երեխայի մոտ այսպես ասած կապրիժ չի, շարունակաբար չի կրկնվում, ուրեմն դա հիմնավորված է։ Հնարավոր է տարբերակել նաև հուզական իրավիճակներ, բարձր հուզականություն երեխայի մոտ, բարձր տագնապայնություն կամ վախի դրսևորումներով դա ուղեկցվի, նայած ինչ իրավիճակում ենք մենք երեխային ոչ ասում տվյալ պահին։ Եթե առկա է երեխայի մոտ ախորժակի անկում, տրամադրության անկում, շատ կարևոր է տվյալ պարագայում դադարեցնել խմբակի հաճախելն այս օրինակով։ Սա ևս պայմանավորված է եւ տարիքային եւ անձնային առանձնահատկություններով, ինչպես նաեւ խառնվածքով։ Օրինակ մելանխոլիկ խառնվածքով երեխաներն ավելի պարփակված են, նրանք ավելի ինքնամփոփ են, սոցիումում նրանք միանգամից չեն ընտրվում իրենց հասակակիցների հետ խաղի ժամանակ։ Այս իրավիճակում շատ կարևոր է մելանխոլիկներին մեծահասակին ներգրավումը։ Երբ մեծահասակի օգնությամբ դրանք ներգրավում են սոցիումում հասակակիցների հետ խաղի ժամանակ։ Կարող է նաև երեխային անընդհատ մերժելու, քննադատելու դեպքում երեխան պարփակվել։ Մյուս դեպքում ֆլեգմատիկներին անդրադառնանք։ Ֆլեգմատիկները սկզբում ուսումնասիրում են շրջապատը, այնուհետև սկսում են շփումը հասակակիցների հետ։ Իսկ սանգվինիկներն այս դեպքում ավելի հեշտությամբ են շփման գնում, հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում։ Կարևոր հարցի անդրադարձակ, սա պայմանական է, շատ երեխաներ հիմա բավականին տարբեր միջոցներով տեղեկատվությունն այնքան շատ է, տարբեր աղբյուրներից նրանք կամա թե ակամա լսում են քաղաքական իրավիճակների մասին եւ հարց են տալիս, սակայն շատ կարևոր է դեռահասության տարիքից սկսած, դպրոցներում էլ կրթությունը, եթե նկատի
ուսումնասիրելու լինենք, դեռահասության տարիքից են սկսում քաղաքականության հարցերին անդրադառնալ, այս թեմայով պատկերացում ձևավորել երեխաների մոտ։ Իհարկե, սա կարող է ազդեցություն ունենալ, դա կարող է տանել հետագայում անվստահության, բացասական վերաբերմունքի, նրանք կարող են պարփակվել այս իրավիճակում, կարող են խուսափել սոցիում հետ հարաբերություններից։ Իհարկե, շատ կարևոր է, որ հեռու մնան քաղաքականությունից։ Կարևոր հարց է, կարևոր դիտարկում է, դա ևս անխուսափելի է։ Տարբեր միջոցներ կարելի է ձեռնարկել, կարելի է նորից ընտրության հնարավորություն տալ, կտրուկ արգելելը տվյալ դեպքում խանգարում է եւ հակառակ իրավիճակ է առաջացնում, երեխան կարող է այս իրավիճակում նորից պարփակվել եւ ասել ես նեղացա ձեզնից, ես հիմա սա չեմ ուզում, հակադրություն առաջանա մեծահասակի հետ։ Շատ կարևոր է ժամանակ սահմանել եւ աստիճանաբար այդ ժամանակը նվազեցնել։ Այսօր մենք հեռախոսով զբաղվելու ժամանակ ունենք 15 րոպե, վաղը կարող ենք նվազեցնել 10 րոպե, իսկ մյուս օրը 5 րոպե, կամ կարող ենք ասել դա քեզ վնասում է։ Շատ կարևոր է մոտեցումը մեծահասակի կողմից, ոչ թե ես ասում եմ դու պետք է անջատես չզբաղվես հեռախոսով, այլ դա կարող է վնասակար լինել քո առողջության համար։ Դա կարևոր է, որ հիմնավորված լինի մեծահասակի կողմից։ Կարևոր է, որ մենք օրինակ ենք երեխայի համար, մեծահասակը միշտ օրինակ է ծառայում երեխայի համար, այս դեպքում երեխան կարող է հակադարձել։ Դուք ինձ ասում եք մի զբաղվիր, բայց դուք զբաղվում եք։ Շատ կարևոր է, թե մեծահասակը ինչպիսի օրինակ է ծառայում։ Նաև շատ կարևոր է, այստեղ կարևոր հարցի անդրադարձանք, մեծահասակի եւ երեխայի հետ հարաբերություններն ինչպես պետք է ձևավորվեն, ինչպես ընտրել կառուցողական արդյունավետ հարաբերություններ։ Այս իրավիճակում շատ կարևոր է, որ մեծահասակը ոչ թե ասի ես քո տարիքում դա չէի անում, ես քո տարիքում այսպիսին էի, այլ շատ կարևոր է, որ ասի քո վարքը հիմա ինձ դուր չի գալիս։ Օրինակ ծառայի ոչ թե իրենից օրինակ բերելով վաղ մանկության տարիներին թե ինչպես էր, այլ օրինակ երբ երեխան վախենում է տվյալ դեպքում վախեր ունի արտահայտված, շատ կարևոր է, որ ծնողն ասի, ծնողի մոտեցումը հետևյալը լինի. ես քո տարիքում նույնպես վախեր ունեցել եմ, դու եւս վախեր ունես, ես քո կողքին եմ, մենք միասին կհաղթահարենք։ Շատ կարևոր է ծնողի մոտեցումը օրինակ բերելիս, որ ես քո կողքին եմ, մենք միասին ենք, եւ ոչ թե համեմատությունը ես տարբեր էի, դու տարբեր էիր։ Ընդ որում նաեւ շատ կարևոր է հասակակիցների հետ չհամեմատել երեխային, մյուս երեխան այսպես է վարվում, դու այսպես չես վարվում։ Սա եւս կարող է անդրադառնալ երեխայի ինքնագնահատականին, անվստահություն առաջացնել եւ տարբեր բարդությունների պատճառ կարող է դառնալ։ Շատ կարևոր է համեմատել ոչ թե երեխային մեկ այլ երեխայի հետ, այլ կարևոր է համեմատել երեխայի ներկայիս ջանքերը հետ անցյալի ջանքերը, օրինակ դու հիմա ավելի լավ ես կարողանում այս գործով զբաղվել, կամ հիմա քեզ մոտ էլ ավելի լավ է ստացվում, քան երեկ էր ստացվում։ Համեմատել ոչ թե մեկ այլ երեխայի հետ, այլ երեխայի ջանքերը առաջ եւ հետո։ Շատ հաճախ ծնողի մոտ հարց է առաջանում, թե արդյոք ես ճիշտ վարվեցի այս իրավիճակում, թե սխալ վարվեցի, որովհետեւ հիմա ինֆորմացիայի հոսքը, տեղեկատվության հոսքը բավականին շատ է եւ բավականին հաճախ հարցեր են առաջանում ծնողի մոտ։ Շատ կարևոր է, որ ծնողը մեղքի զգացում չունենա իր մոտեցումներում եւ երբեք ուշ չէ ընտրել կառուցողական մոտեցում ծնողավարության, արդյունավետ ծնողավարության հարցում։